Առավոտ շուտ արթնանալ նման բնության մեջ, հլնդեղ նայեք ժողովուրդ անտառներ, բնություն ու պատկերացնում եք ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Ադրիատիկ ծովը, դա նշանակում է, որ ես Մոնտենեգրոյում եմ, այո շատերդ գիտեք, որ այս պահին Մոնտենեգրո խմբային տուրն է Miracle Tour Travel-ի կողմից, Սպոյի հետ դեպի Մոնտենեգրո պատմական Հերցեգնովի ժողովուրդ, սա մեր երկրորդ խումբն է, ինչպես գիտեք, մենք առաջի խումբը ընդամենը մի շաբաթ առաջի խմբով էստեղ էի ես, հիմա երկրորդ խմբով արդեն էստեղ եմ Մոնտենեգրոյում, այսինքն հուլիսի 9-ից 16-ը դա առաջի խումբն էր, իսկ 19-ից ընդամենը 2 օր հետո սկսվեց երկրորդ տուրը, ես ընդամենը 2 օր եմ եղել Հայաստանում ու նորից վերադարձել եմ Մոնտենեգրո, շատ եմ սիրում Մոնտենեգրոն, ընդհանրապես տուրիստները ովքեր որ գալիս են Մոնտենեգրո, սիրահարվում են այս երկրի վրա, այս բնության, այս գեղեցկության, այս ընդհանուր Մոնտենեգրոյի այդ մշակութային, պատմական, դե իհարկե բնություն եւ ծով։ Ինչ ենք մենք սիրում հայերս, ծով, որը որ Մոնտենեգրոյում կա, դա Ադրիատիկ ծովն է եւ Ադրիատիկ ծովը պարզապես հրաշք է Ժորժ ջան, ես եթե այսպես ռուկզակի իմ ուսերին է, ուրեմն մենք պատրաստվում ենք էքսկուրսիա Հերցեգնովի։ Ինչպես գիտեք ժողովուրդ, Հերցեգնովի առաջին անգամ հենց մենք ենք Miracle Tour Travel Սպոյի հետ առաջին անգամ Հերցեգնովի մուտք գործել, դա հենց առաջին խմբային տուրի ժամանակ էր, իսկ հա երկրորդ խմբային տուրին մենք այսօր ընդամենը րոպեներ հետո մեր ավտոբուսը կայցելի հյուրանոցային համալիրի ուղիղ դիմաց եւ մենք մեր ամբողջ խմբով կնստենք մեր ավտոբուսը եւ կմեկնենք առաջի կանգառը կլինի Պորտո Մոնտենեգրո, փոքրիկ Մոնակոն Մոնտենեգրոյում, ինչպես ասում են տեղացիները, եւ այնուհետեւ կնստենք նավ ու կգնանք արդեն Հերցեգնովի, ես շատ սիրուն տեսանյութեր կնկարանեմ այնտեղի ձեր համար, կտեսնեք Հերցեգնովին, բայց այս պայն ուզում եմ խոսեմ Ժորժ ջան, ուրեմն երրորդ տուրը, որը որ կայանալու է օգոստոսի 20-ից 26-ը Մոնտենեգրո, մնացել են վերջին 4 տեղերը։ Ժողովուրդ ընդամենը մի ամիս ժամանակ է մնացել հաջորդ տուրին եւ ընդամենը 4 տեղ է մնացել, ովքեր որ ուզում են հայտնվել Մոնտենեգրոյում, վայելեն Մոնտենեգրոյի հեքիաթը, հայտնվեն այս հրաշքում, վայելեն Ադրիատիկ ծովը, այս բնությունը, այս պատմամշակութային տաճարները, որոնք մենք գնում ենք Կոտորում, Հին Բուդվայում, Հերցեգնովիում, պետք է պարզապես այցելեք Կիևյան 5 հասցեով կամ զանգահարեք 091 27 09 10 093 27 09 10 հեռախոսահամարներով եւ մեր գրասենյակի աշխատակիցները շատ սիրով կպատասխանեն ձեզ, կգրանցվեք Մոնտենեգրո խմբային տուրին եւ Սպոյի հետ կգաք օգոստոսի 20-ից 26-ը այստեղ Մոնտենեգրո եւս 4 անց կարող է միանալ մեր խմբին եւ ինձ հետ կհայտնվի այստեղ եւ իհարկե մեր հյուրանոցը Eurostar Queen of Montenegro արդեն շատ հայտնի դեպս հյուրանոցային համալիրը մեր խմբային տուրի շնորհիվ դարձավ շատ հայտնի Հայաստանում ու շատ հայեր են արդեն այցելում այս հյուրանոցային համալիր, ես շատ ուրախ եմ, որովհետեւ 3 տարի առաջ երբ որ ես նկարահանում եմ ես հյուրանոցը, գովազդում եմ ես հյուրանոցը մեր տուրերի համար, շատերի համար անհասկանալի ինչ որ հյուրանոց էր, ասում էին, այդ որտեղ է գտնվում, այդ ինչ հյուրանոց է եւ վերջը մի քանի անգամ գովազդելով այս հյուրանոցը մեր խմբային տուրերի ժամանակ, հիմա տեսնում եմ, որ գրեթե երբ ես գալիս եմ այստեղ, արդեն 4-5 ընտանիք հայեր հաստատ լինում են այս հյուրանոցում, իսկ այն ժամանակ բացարձակ մենակ մենք էինք գալիս ու հայերի մասին տեղյակ չէին, որ նույնիսկ մարդիկ այն չգիտեին Հայաստանը որտեղ է, մենք էինք բացատրում, մենք էինք ցույց տալիս, հայերեն բառեր էինք սովորացնում այստեղի աշխատակիցներին, մի խոսքով շատ հետաքրքիր էր ասում ու ես իրականում շատ ուրախ եմ, որ հիմա շատ հայեր են գալիս այս հյուրանոցային համալիրը մեր այսքան ջանքերի շնորհիվ գալիս են Մոնտենեգրոն վայելում են, բայց իհարկե խմբային տուրերով դա շատ հետաքրքիր է անցնում եւ դա վկայում են հենց տուրիստները, որովհետեւ այստեղ հյուրանոցում ընտանիքներ կան, որոնք որ մեզանից վերցնելով մեր կոնտակտները հասկանում են, որ պետք է անպայման մասնակցեն մեր խմբային տուրերին
որովհետև Մոնտենեգրոն իր բոլոր մանրամասներով կարելի է տեսնել հենց մեզ հետ, որովհետև մենք այդ ամեն ինչը այնքան ենք արդեն ուսումնասիրել, այնքան ենք արդեն այցելել, գնացել, տեսել խմբերով, անհատական, առանձին, մի խոսքով ամեն ձև, որպեսզի կարողանանք մեր տուրիստներին մատուցենք ամենալավագույնը, ամենահետաքրքիրը ու երբ որ դուք վճարեք գումարը հայտնվեք այստեղ, հասկանաք ինչի համար եք եկել եւ ինչ կարեւոր տեղերում եք հայտնվելու այդ գումարի շնորհիվ, որով եւ վճարել եք ձեր փաթեթի համար հանգիստը առանձին էքսկուրսիաները առանձին, սնունդը, հյուրանոցը, տրանսֆերները, բարձրակարգ գիդերը, մի խոսքով ամեն ինչ որոշվում է ու ամեն ինչ արվում է ամենաբարձր մակարդակով, որ դուք մասնակցեք խմբային տուրերին եւ իհարկե ոչ միայն Մոնտենեգրո, բոլոր խմբային տուրերի մասին է խոսքը եւ ստանաք ձեր ամենաբարձրակարգ հանգիստը Ինչի համար, որովհետև մենք գտնում ենք, որ խմբային տուրերին մասնակցելով մարդիկ պետք է ունենան եւ բարձրակարգ հանգիստ եւ այդ բոլոր տաճարներն ու էքսկուրսիոն վայրերը տեսարժան այցելել եւ ամենակարևորը բարձր մակարդակով, որ հասկանան թե ինչի մասին է խոսքը բարձր գիդ, բարձրակարգ գիդ, պրոֆեսիոնալ գիդ, որը որ շատ մանրակրկիտ ու շատ կարևոր կբացատրի այդ ամեն ինչը եւ իհարկե տրանսֆերը, ավտոբուսը, լյուքս ավտոբուս, որը լինի կոմֆորտ, օթորակիչներով, մի խոսքով ամեն ինչը բարձրակարգ, որպեսզի մարդ իր հանգիստը շատ լավ զգա, կոմֆորտ զգա եւ իհարկե մեր աշխատանքը հենց դրանով է արդյունավետ դրա համար են մեր խմբային տուրերը շատ հայտնի եւ շատերի կողմից սիրված, որովհետեւ մենք փորձում ենք այդ ամեն ինչը անենք ամենաբարձր մակարդակով, այն սևագործ աշխատանքը, որը որ մինչեւ տուրի կազմակերպելը եւ տուրի նույնիսկ ընթացքում արվում է, չի երևում ոչ մեկի աչքին, դա չի երևում, պարզապես չի էլ կարող երևալ Տուրիստները պարզապես վայելում են իրենց հանգիստը, իսկ այն աշխատանքները, որոնք որ կատարվում են մեր կողմից, ամեն ինչ անում ենք, որ այդ ամեն ինչը էլ ավելի ամեն տարի, ամեն խմբային տուրին ամիս առ ամիս ավելի բարձրակարգ լինի եւ ավելի լավը դառնա։ Ժորժ ջան, ուզում եմ նաև ձեզ ասեմ, որ սրանից հետո այս խմբային տուրից հետո մի անգամից սկսվում է Իսպանիա խմբային տուրը, Բարսելոնա, Մադրիդ, Պալմա դե Մալյորկա, որը որ արդեն ամիսներ առաջ տեղերը ամբողջովին սպառված են եղել։ Մենք հուլիսի 28-ին կմեկնենք Երևանից ուղիղ թռիչքով Բարսելոնա, 5 օր կմնանք Բարսելոնայում, այնուհետև կլինենք Մադրիդում եւ հետո էլ կմեկնենք Պալմա դե Մալյորկա եւ 4 օր էլ կվայելենք աշխարհի ամենաէլիտար կղզիներից մեկի լողափերը 4 օր շարունակ կլինենք Պալմա դե Մալյորկայի ափերին, իսկ այդ դրանից հետո կլինի Կիպրոս խմբային տուրը, Աֆրոդիտեի երկիր, մենք Այանապայում կլինենք ամենալավագույն լողափին, ուղիղ լողափին, Վասոս Նիսի պլաժ հյուրանոցային համալիրը, որը որ գտնվում է Նիսի բիչի ուղիղ ափին, իսկ Նիսի բիչը լավագույն ափն է ամբողջ Կիպրոսում եւ Վասոսը ամենալավագույն հյուրանոցներից մեկն է ամբողջ Կիպրոսում, մենք շատ մեծ խմբով կլինենք Կիպրոսում եւ կվայելենք Կիպրոսում մեր հանգիստը, իսկ այ Կիպրոսից հետո նորից կվերադառնանք Մոնտենեգրո, այս հրաշք վայրը լստեղ նայեք ժողովուրդ, ես չեմ զլանում ամեն անգամ հիանամ այս բնությունով, հյուրանոցը նայեք, ինչ սիրուն է ամեն ինչը ու պատկերացնում եք հյուրանոցի հենց հակառակ կողմում էլ գտնվում է Ադրիատիկ ծովը։ Ժորժան օգոստոսի Մոնտենեգրո խմբային տուրից հետո անմիջապես սկսվում է դեպի Հունաստան, Կրետե կղզի եւ Աթենք, պատմական Աթենք խմբային տուրը, ինչպես գիտեք, ընդամենը մեկ ամիս առաջ առաջին տուրը կայացավ, տեսանյութերը տեղադրված են, կարող եք մտնել ուսումնասիրել, շատ թույն, շատ ընտիր խմբային տուրը կայացել, ֆանտաստիկ էր Կրետեն, իսկ Աթենքը իհարկե դա չգիտեմ, մոլորակից դուրս մի տեղ է, որտեղ որ Ակրոպոլիսը, այդ տաճարները, մի խոսքով, երբ որ դուք տեսնում եք սեփական աչքերով ու հայտնվում եք արդեն մեր թվարկությունից առաջ հենց այդ թվականներին պատկերացումով իհարկե, պարզապես
չգիտեմ, ֆանտաստիկ է այդ ամեն ինչը եւ իհարկե օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը տեղի կունենա Հունաստան, Կրետե, Աթենք խմբային տուրը, այնպես որ նաև ամրագրեք ձեր տեղերը Հունաստան խմբային տուրին եւ մեր հետ օգոստոսի 31-ին կհայտնվեք Հունաստանում։ Այս ամառային տուրերի մասին, ինչպես հասկացաք, սրանից հետո արդեն Իսպանիա, դրանից հետո Կիպրոս եւ նորից կվերադառնանք Մոնտենեգրո ու կմեկնենք Հունաստան։ Վերջին 4 խմբային տուրերը ամառային հանգիստի ընթացքում, եթե դուք դեռ չեք կազմակերպել ձեր հանգիստը ամառվա այս ընթացքում, դեռ տեղեր կան Մոնտենեգրոյի օգոստոսի տուրում եւ իհարկե Հունաստանի օգոստոսի տուրում, այնպես որ շտապ եք ամրագրել եւ ձեր ամառային հանգիստը վայելեք մեզ հետ, որովհետեւ մեզ հետ իրոք շատ հետաքրքիր է, շատ ամեն ինչը բարձրակարգ է կազմակերպվում, դուք գոհ կմնաք ձեր հանգստից։ Ձեր հետ Սպոն կհանդիպենք երևի Հերցեգնովիում արդեն մի քանի ժամ հետո շատ հետաքրքիր տեսանյութերով եւ իհարկե չեմ դադարում ամենալավագույն քաղաքներից աշխարհի, ամենալավագույն երկրներից ցուցադրել ձեզ հետաքրքիր տեսանյութեր, որպեսզի դուք իմանաք թե ինչ է կատարվում աշխարհում տուրիզմում։ Ձեր հետ Սպոն կհանդիպենք։